Հարգելի գործընկերներ, սիրելի դաշնակցական գործընկերներ, դուք պատճառահետևանքային կապ, բառակապակցության իմաստը հասկանում եք։ Ես զարմանում եմ, էլի, հայտարարվում է վարչապետի անունից, հստակ մի հատ տրամաբանական բան, ասում է Ժորժ ջան, այս խաղաղությունը, այսօրվա, կրկնում եմ, այն խաղաղությունը, որի շնորհիվ 2 տարի, 2 ամիս մեր սահմաններին զոհ չկա, ընդհանրապես զոհ չկա հակառակորդի կրակոցից։ Այս խաղաղության ճարտարապետությունը կազմված է հետևյալից. ֆունդամենտալ բաներ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման սկզբունք Ալմատայի հռչակագիրը որպես հիմք, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ամբողջական հարգման, սրա շրջանակներում կա նաեւ հայ-ամերիկյան նախագիծ, որը կոչվում է TRIP։ Հիմա դուք ձեր ուժը, այս բոլոր կոմպոնենտները վիճարկում եք։ Դուք ասում եք, չէ, Հայաստանը չի կարող սահմանափակվել իր 20743 կիլոմետր քառակուսու մեջ, ով է ասել Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը, ձեր դաշինքի առաջնորդը։ Դուք ասում եք, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ, ով է ասել Արծվիկ Մինասյանը իմ հետ բանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ սահմանազատման հիմք չի կարող լինել Ալմատայի հռչակագիրը եւ խորհրդային միության փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները անարդար սահմաններ էին, ով ասել Արծվիկ Մինասյանը իմ հետ բանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ մենք ասում ենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, դուք ասում եք շարունակելու ենք։ Հիմա ժողովուրդ ջան, պետք չի լինել հանճար կամ արտաքին հետախուզության ծառայության պետք կամ երկուսը միասին, որպեսզի հասկանալ, որ եթե Հայաստանը ընդունի որպես իր քաղաքականության հիմք այն ինչ որ դուք ասում եք, դա բերելու է պատերազմի։ Դրա համար տեղեկություն պետք չի, հասկանում եք, դա կոչվում է վերլուծություն, դա կոչվում է պատճառահետևանքային կապերի վերհանում եւ դրա հիման վրա ապագայի պրոյեկտում, ունակություն, որից դուք զուրկ եք։